Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնել հայ բեռնափոխադրողները, որ հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Ռուսաստան ապրանք արտահանողներն ու ներմուծողները հրաժարվում են հայ բեռնափոխադրողների ծառայությունից։ Իրենց բարկացնում է հատկապես այն, որ հայ լոգիստները սոցիալական ցանցերի վրացական խմբերում հատուկ վրացերեն են գրում, որպեսզի իրենք չհասկանան։ Վրացական տառերով հայ կազմակերպություն է տեղադրել է, որ բեռնում է։ Մենք չենք հասկանում ինչա դրանց, մենք վրացերեն չգիտենք, բայց դա հատուկ վրացիների համար է։ Ոչ միայն վրացիները, արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները ըստ հայ բեռնափոխադրողների նախընտրում են այլազգի վարորդների, որովհետև նրանց ծառայությունն ավելի էժան է։ Նախընտրությունը կուտան, խոսքի վրացուն, ուզբեկին, տաջիկին, ինքը կուկա Հայաստան հեչ մի հարգեմ չի մուծե։ Մի ամեկալոգիայի 10,000 դրամ կմուծե, իսկ մենք մեր ամեն բեռնափոխադրումին կմուծենք 10,000 դրամ հարկ։ Թուրքերն են Հայաստան ապրանք ներմուծում վրացական պետհամարանիշներով, ահազանգում են հայ բեռնափոխադրողները։ Ընդ որում ներմուծված ապրանքը հաճախ մտնում է զորամասեր։ Աղջիկա, բայց որ թուրք են բացում բերում մտնում են զորամաս, դա վիրավորական է։ Մեր միջնորդ կազմակերպության հետ խոսալուց հեռախոս պերեպիսկեկներ կա, որ ասում է մի մասը Ադրբեջանա, մի մասը Գրուզինա։ Կարում ենք բացենք, ասում են հիմա կապ չունի, ուզում ադրբեջանցի լինի։ Երբ հանդիպեցիք փոխնախարարի հետ դա ասացիք։ Դա մենք ասել ենք։ Ասում են, դա բիզնես է, դա միջազգային բեռնափոխադրում է, դա մենք չենք կարա ասենք, գիտես ինչ կա, ասա այդ բարձեք, ընդ այդ մի բարձեք։ Պահանջում են կառավարությունից հավաքել լոգիստիկ ընկերություններին, խնդիրը հասկանալ եւ ուղղորդել, որպեսզի հայ վարորդներն ապահովեն Հայաստանի ապրանքաշրջանառությունը։ Ուրեմն մեր պայքարն է, որ մեր վարորդները, մեր հայ ավտոները բերեն։ Այդ բերոնները մեր հայ լոգիստներն են։ Ասենք իրանք վխտած այդ վրացական չաթերում գրուզերեն առաջարկում։ Կառավարությունում ընդունել են հայ վարորդներին, գրավոր ներկայացրել են իրենց պահանջները, խոստացել են, որ գործադիրում քննարկելու են խնդիրը։ Տանակը ասել է ոսկորին, հետ պահանա։ Եթե մենք մինչև շաբաթավերջ մեզի չընդունեցին, մեզի ինչ-որ մի հատ լիարժեք պատասխան չտվեցին, մենք անելու ենք։ Ճանապարհը փակելու ենք։ Կլինի Սևանում, կլինի Կիրովագանում, կլինի Գյումրիում, կլինի Արմավիրում, դա այգնելու է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։